Այսօր օգոստոսի 15-ին վրայերթ է տեղի ունեցել Երևանում ժամը 10:00-ի սահմաններում Միկոյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 50-ամյա Ալիկ П-ն իր վարած թիվ 35 երթուղին սպասարկող մագնիսի ավտոբուսով վրայերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ազանգել է շտապօգնություն եւ օպերատիվորեն ժամանեց շտապօգնության բժիշկների հերթապահումը վրայերթի ենթարկածի նախտեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայրը ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի եւ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրայերթի ենթարկածի ինքնությունը։ Շամշյանի տեղեկություններով ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում եւ սպասարկվում է թիվ 35 երթուղին։ Հիմա ասեք, ոնց խնդալս չկա։ Ոնց խնդալս չկա։ Ընդամենը 2 օր SMS-ներս բացեցի։ Տենում եք ինչ են գրում։ Ես հասկացա իրականում, որ խնդալս է գալի։ Ասեք տղամարդիկ, որ ինձ քրվում են, իրակ են տղամարդիկ են, ում կուսությունը, որ Նիկոլը առել է։ Հիմա քանի որ Նիկոլը ձեր վրա թքած ունի, ձեր ворները մրմռալով ուրիշ տեղեր դոմփվել եք մանգալի, բայց այնքան տարիքներդ առած եք, այնքան քաքոտ եք, որ ես ձեզ հաստատ իմ օրգանով չեմ օժնի։ Հիմա ասեք, ոնց խնդալս չկա։ Ոնց խնդալս չկա։ Ընդամենը 2 օր SMS-ներս բացեցի։ Տենում եք ինչ են գրում։ Ես հասկացա իրականում, որ խնդալս է գալի։ Ասեք տղամարդիկ, որ ինձ քրվում են, իրակ են տղամարդիկ են, ում կուսությունը, որ Նիկոլը առել է։ Հիմա քանի որ Նիկոլը ձեր վրա թքած ունի, ձեր ворները մրմռալով ուրիշ տեղեր դոմփվել եք մանգալի, բայց այնքան տարիքներդ առած եք, այնքան քաքոտ եք, որ ես ձեզ հաստատ իմ օրգանով չեմ օժնի։ Ասնեմ կանանց։ Նման զիշով կա տղամարդկանցից դուք չեք տարբերվում, որտեղ ձեր կողքը չէր կարա լիներ տղամարդ։ Դուք չեք կարա ունենաք այտենց տղա երեխա, աղբեր, հեր, որ ձեզ թույլ տաք մտնեք անծանոթ տղամարդու սայթ, ձեզ բոզավարի պահեք, որ ձեզ քրֆեն
Գիշեր այդ վիդեո նայելով ինքնաբավարարվեք։ Ես ձեզ այդ հաճույքը չեմ տա։ Իմ սայթը այդ ասեմ կանանց։ Նման զիշով կա տղամարդկանցից դուք չեք տարբերվի, որտեղ ձեր կողքը չէր կարա լիներ տղամարդ։ Դուք չեք կարա ունենաք այտենց տղա երեխա, աղբեր, հեր, որ ձեզ թույլ տաք մտնեք անծանոթ տղամարդու սայթ, ձեզ բոզավարի պահեք, որ ձեզ քրֆեն, գիշեր այդ վիդեո նայելով ինքնաբավարարվեք։ Ես ձեզ այդ հաճույքը չեմ տա։ Իմ սայթը այդ ձեր համար նմանատիպ մարդկանց համար։ Տեղ չունի։ Ուզում եք ձեր մորը, աղբորը, չգիտեմ, ումը, ասես մետ խրեն, ունեք նորընտիր, արդեն 3 անգամ, նորընտիր վարչապետ, մտեք ընդեղ կոմենտ գրեք, ձեզ լավ կխրեն։ Վերջի անգամ եմ ասում։ Ես հանկարծ որոշներին լավ գիտեմ։ Ձեր նոր էջերն էլ գիտեմ, բայց եթե ես իմ կարծիքն եմ հայտնում, եթե լսող դու համաձայն չես, քեզ ոչ մեկ չի ստիպում, որ դու կոմենտարիա գրես, ուղղակի անցի։ Իսկ եթե դու կոմենտ ես գրում, առավել ևս փորձում ես ինձ, ոչ թե ինձ, այլ իմ սեռական օրգանները հետագայում ընտանիքդ խեղդի բողազով, խորհուրդ չեմ տա։ Տեղ չունի։ Ուզում եք ձեր մորը, աղբորը, չգիտեմ, ումը, ասես մետ խրեն, ունեք նորընտիր, արդեն 3 անգամ, նորընտիր վարչապետ, մտեք ընդեղ կոմենտ գրեք, ձեզ լավ կխրեն։ Վերջի անգամ եմ ասում։ Ես հանկարծ որոշներին լավ գիտեմ։ Ձեր նոր էջերն էլ գիտեմ, բայց եթե ես իմ կարծիքն եմ հայտնում, եթե լսող դու համաձայն չես, քեզ ոչ մեկ չի ստիպում, որ դու կոմենտարիա գրես, ուղղակի անցի։ Իսկ եթե դու կոմենտ ես գրում, առավել ևս փորձում ես ինձ, ոչ թե ինձ, այլ իմ սեռական օրգանները հետագայում ընտանիքդ խեղդի բողազով, խորհուրդ չեմ տա։